Թեհրանի ծայրամասերում կեսգիշերից հետո ակտիվացվել է հակաօդային պաշտպանությունը։ Իսրայելի բանակը հաստատել է, որ առավոտյան հարվածների շարք է եղել Թեհրանի եւ այլ քաղաքների ուղղությամբ։ Նույն ժամերին Իրանը Իսրայելի պաշտպանության բանակի գնահատմամբ մոտ 30 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռակոծության տակ են հայտնվել կենտրոնական Հոլոն եւ Ռամաթ Գան քաղաքները եւ հարավում գտնվող Բեեր Շևայի Սորոկա հիվանդանոցը, որտեղ բուժվողներն ու անձնակազմը հրթիռակոծության պահին ապաստարանում էին։ Նախնական տվյալներով 70 մարդ է վիրավորվել, որոնցից 6-ը ծանր վիճակում են։ Իսրայելի ընդդիմության առաջնորդներից Բեննի Գանցը դժգոհել է, որ իրենք թիրախավորում են Իրանի միջուկային ենթակառուցվածքները եւ հրթիռային կայանները, իսկ Իրանը հարվածում է Իսրայելի հիվանդանոցներին ու երեխաներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ դա ամենավատ տեսակի ռազմական հանցագործությունն է եւ Խամենեին պատասխանատվության կենթարկվի իր հանցանքների համար։ Նրա խոսքով ինքը եւ վարչապետ Նեթանյահուն հանձնարարել են բանակին ուժեղացնել հարվածները Իրանի ռազմավարական եւ Թեհրանում կառավարական թիրախների դեմ, նրա խոսքով այաթոլլաների ռեժիմը խարխլելու համար։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը վստահ է, որ Իրանը միտումնավոր է թիրախավորում խաղաղ բնակիչներին։ Ցախալն էլ հարվածել է Իրանի Արաքիի եւ Նաթանգիի միջուկային օբյեկտներին, նաեւ բալիստիկ հրթիռների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի համար հումք եւ բաղադրիչներ արտադրող գործարաններին։ Իրանի պաշտոնական ԻՌՆԱ գործակալության տվյալներով Թեհրանը միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը տեղեկացրել է հարձակման մասին, Իսրայելին մեղադրելով շարունակական ագրեսիայի եւ միջուկային օբյեկտների վրա հարձակումներն արգելող միջազգային օրենքներին հակասող գործողությունների մեջ։ Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարություն է տարածել, զգուշացնելով Միացյալ Նահանգներին Իսրայելի եւ Իրանի միջև որևէ ուղղակի միջամտությունից։ Եթե ԱՄՆ ցանկանում է ակտիվորեն միջամտել եւ աջակցել Իսրայելին, Իրանը այլ ելք չի ունենա, քան օգտագործել իր գործիքները ագրեսորներին դաս տալու եւ ինքնապաշտպանվելու համար։ Մեր ռազմական որոշումներ կայացնողների ձեռքում կան բոլոր անհրաժեշտ սցենարները։ Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ-ին գոնե մի կողմ մնալ, եթե նրանք չեն ցանկանում կանգնեցնել Իսրայելի ագրեսիան։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է Վաշինգտոնին, որ հակամարտությանը նրա մասնակցությունը անդառնալի վնաս կհասցնի ԱՄՆ-ին։ Այաթոլլայի հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցերում անվերապահ կապիտուլյացիա պահանջելուց մեկ օր հետո, որտեղ նա նշել էր, որ ԱՄՆ-ն գիտի, թե որտեղ է գտնվում Խամենեին, բայց առայժմ չի պլանավորում սպանել նրան։ Իսրայելի բանակի տվյալներով Իրանի վրա վերջին հարվածները վնաս են հասցրել ուրանի ցենտրիֆուգների արտադրության եւ հրթիռների բաղադրիչներ արտադրող գործարաններին։ Անցած 7 օրերին Իրանն արձակել է մոտ 400 հրթիռ Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելը պաշտոնապես հայտարարել է 24 խաղաղ բնակչի մահվան մասին։ Իրանը տեղեկացրել է առնվազն 224 զոհի մասին, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, սակայն այդ թիվը արդեն 3-րդ օրն է, չի թարմացվել։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։